Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ, վերլուծաբան Հովսեփ Խուշուձյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Խուշուձյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Սիրով։ Արդեն բոլորը ծանոթ են գոնե այս հատվածը մի քանի անգամ մենք քննարկել ենք տարբեր մեր հյուրերի հետ։ Խոսքը գնում է Նիկոլ Փաշինյանի այդ մայիսի 9-ի վերցում պարունակվող այն նախադասությանը, որ ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Այստեղ ես կուզենայի մեր զրույցը սկսենք այս ձևակերպումից, որովհետեւ մի քանի շեշտադրումներ կան։ Նախ, ինչու չի լինելու պատերազմ, ինչու է վստահ այլ լինելու է խաղաղություն, սա հարց է։ Ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների օրեն Փաշինյանը ասում է, որ կան ներքին ուժեր, որոնք ցանկացել են, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պատերազմի մեջ հայտնվեն։ Ովքեր են այդ ներքին սադրողները եւ ովքեր են արտաքին սադրողները։ Մենք լավ գիտենք, ներքին սադրողները արտաքին սադրողների շարունակությունն են եւ կատարում են գլխավոր արտաքին սադրողի պատվերները։ Գլխավոր արտաքին սադրողը հենց Կրեմլն է, Պուտինն է, Ռուսաստանն է։ Իսկ ներքին սադրողը Հայաստանում 5-րդ շարասյունն է։ Մենք տեսանք անցած տարի ոնց էին Կիրանցով Արցախ գնում, հա։ Ինչ լոզունգ էր։ Պարզ չի, որ այդ մարդկանց, այդ ուժերին ձեռք չի տալիս խաղաղությունը, որտեղ խաղաղություն նշանակում է կայունություն Հայաստանում, քաղաքական գործընթացների բնականon հունով զարգացում, երկրի տնտեսության զարգացում, սոցիալական խնդիրների լուծում եւ իրենք որևէ շանս ապակայունացման միջոցով իշխանության գալու չեն ունենալու։ Ես չեմ խոսում նրա մասին, որ այն պատվերը, որ իրենք ստացել են, ոչ միայն իշխանապողություն անելն է, այլ այդ իշխանապողությունից հետո Հայաստանը կցելն է Ռուսաստանին, գուբերնիայի ձևով, որի մասին այսօր նույնիսկ առաջի դեմքերն են Հայաստանի, բաց տեքստով արդեն պատմում եւ ասում, վկայակոչում եմ նաեւ Ալեն Սիմոնյանի օրերս տված հարցազրույցը, որում նա բաց տեքստով ասում է, որ այո, 2020 պատերազմից հետո նպատակ կար Հայաստանն էլ գուբերնիա սարքել Ռուսաստանին։ Մենք դա գիտենք, մենք դրա մասին վաղուց ենք խոսում։ Հիմա տեսեք Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու լավատեսությունը որտեղից կարող է ունենալ Նիկոլ Փաշինյանը։ Երկու հանգամանք կա, որի վրա պետք է ուշադրություն դարձնել։ Առաջինը ամենակարևորը այն է, որ Ադրբեջանը չգնալով Ռուսաստան, Ալիևը ցույց է տալիս, որ ամեն դեպքում հակասությունները Ռուսաստանի հետ էական են։ Եվ այդ չգնալու համար ինքը նաև շատ լավ պատրվակ էր կազմակերպել, հիշում եք, այդ պատգամավորի այցը Աստրախան, մի պատգամավորի, որը արդեն բոլոր հիմքեր ուներ իմանալու, որ իրեն պերսոնա նոն գրատա անելու են եւ դուրս շպրտեն, որովհետեւ ինքը ավել պակաս բաներ էր խոսացել Վալուևի հասցեին։ Եվ հանկարծ հենց Ալիևի այցից մի շաբաթ առաջ այդ պատգամավորին ուղարկում են Աստրախան, այնտեղից բնականաբար սրան հետ են ուղարկում, ԱԳՆ-ից արտգործնաբանի Ադրբեջանի արձագանքում են դրան, այսպես մի խոսքով ինչ որ լարվածության էլի նոր հիմք է ստեղծվում եւ բոլոր այդ տարբեր Կիրիլների այցերը ջրվում են, որի շքանշաններ էր տարե հանձնում եւ այլն Մեհրիբան Ալիևային, ինչ թե այսպես քաղցրացներ Ալիև դիկտատորին, Պուտին դիկտատորի հանդեպ, այսպես նեղացածությունը, հա։ Բայց ինչի է Ալիևը դրան գնում։ Միջազգային այսպես իրադարձությունը այնպեսին է, այսինքն, որ ինքը չի կարող շարունակել Ռուսաստանի կցոր դիտարկվել։ Ինքը շատ մտահոգ չէր դրանով, քանի դեռ հույս ուներ, որ Թրամփը վարելու է Պուտինի հետ հաշտեցման, դիկտատորների հետ համախմբման ընդդեմ Եվրոպայի եւ ժողովրդավարական աշխարհի, հա, ինչը որ ի սկզբանե առաջի իր քայլերով Թրամփը կարծես նման նախանշաններ ցույց էր տալիս։ Բայց հիմա Ալիևը եւ աշխարհի բոլոր դիկտատորները խորի հաստատության մեջ են։ Սկսած նրանից, որ Թրամփը իր այսպես բարկության սուրը ուղեց նախ եւ առաջ Չինաստանի դեմ, որը գլխավոր դիկտատոր չասեմ, ավտոկրատ ռեժիմն է, ավտորիտար ռեժիմն է աշխարհի հզորությամբ, եւ որը ամենայն հավանականությամբ նաեւ հիմնական հովանավորն է Ռուսաստանի եւ այս վերջի այցից շատ բաներ նաեւ բարձ եղավ դրա հետ կապված։ Եվ երկրորդ դրվագային է, որ առաջին անգամ այս ամիսներ տևած
այդ զինադադարի խախտումների պատմության մեջ Ադրբեջանը տրամադրել է Հայաստանին ինչ որ տեղեկություններ այդ խախտման վերաբերյալ։ Հիշում եք, երբ որ այնտեղից կրակոցներ են հնչում եւ իրենք մեղադրում են Հայաստանին, որ իբր Հայաստանն է կրակել, մեր պաշտպանության նախարարությունը ասում էր, նախ մենք ձեզ առաջարկել ենք կանխարգելման եւ հետաքննման մեխանիզմ նման դեպքերի, եւ երկրորդը, եթե նույնիսկ չեք համաձայնում այդ մեխանիզմի, գոնե տրամադրեք ինչ որ ինֆորմացիա, մենք տեսնենք այդ ինչ հիմքեր ունեք մեզ մեղադրելու, որ մեր կողմից է եղել այդ կրակոցները։ Հիմա Ադրբեջանը տրամադրել է ինչ որ տեղեկություններ։ Այսինքն բարձր որ դա կառուցողականության հարաբերություն լիցքաթափման ուղղված քայլ է, հա, որովհետեւ եթե առաջի քայլը դա անում, երկրորդ քայլով կարող է այդ մեխանիզմը ձևավորվել հետաքննման, հա, թեկուզ ոչ ֆորմալ։ Մեկը մյուսի հետ փոխկապակցված է, սա ընդհանրեն ցուցիչ է, իսկ նա պատճառ է, որտեվ Ադրբեջանը այսօր փոխում է իր արտաքին քաղաքականությունը եւ Ռուսաստանի պատվեր կատարողի դերից այլևս ուզում է ավելի իրավահավասար կարգավիճակում հայտնվել, չկատարելով Ռուսաստանի պատվերները Հայաստանի դեմ, ինչը միջև հիմա կատարում էր հարձակումների ձևով եւ այլն, եւ ավելի կառուցողական երևալ նաեւ արևմուտքի աչքերին, որպեսզի հարաբերությունները վերականգնի։ Դուք գիտեք, որ շատ խզած ըստ էության հարաբերություններ ունի շատ երկրների հետ, նույն Միացյալ Նահանգների հետ սառեցումը, որ ինքը անդադ ասում էր Բայդենի օրոք շատ վատ հարաբերություններ ենք ունեցել, բայց հեսա Թրամփը կգա, ես Թրամփին աջակցել եմ նախընտրական շրջանում, ինքը մեզ կաջակցի։ Տեսա, որ չի աջակցում, ոչ միայն չի աջակցում, այլ իհեճուկս իրենց բոլոր փորձագետների եւ տարբերտեսակ մանր-մունր չինովնիկների են պնդումների, որ այդ Հայաստանի հետ կնքած ռազմավարական գործընկերության խարտիան Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ դա թղթի կտոր էր, որը Բայդենի օրոք ափալ-թափալ հասցրեցին, հա, հապշտապ հասցրեցին ստորագրել, բայց հեսա Թրամփը կգա, նույնիսկ դա չեղարկի, ոչ մի ուշադրություն չի դարձնել դրան եւ այլն, բայց տեսա, որ այդպես չի։ Թրամփը նույնիսկ իր ուղերձում Ցեղասպանության օրվա հետ կապված, որ հայ ժողովրդին ըստ էության այդ ուղերձ եղել էր, հատուկ հղում էր արել այդ խարտիային եւ ասել էր, որ մենք անհամբեր սպասում ենք այդ խարտիայի դրույթների իրականացմանը եւ հարաբերությունների խորացմանը Հայաստանի հետ։ Եվ զուգահեռաբար մենք տեսնում ենք միջուկային էներգետիկայի շրջանում ինչ խորը լուրջ քայլեր են արվում եւ արդեն ըստ էության տեխնիկական հարցերի քննարկման փուլ ենք մտել Միացյալ Նահանգների հետ։ Միջուկային ուրեմն այդ կայանների կառուցման հարցում մոդուլային։ Դա Ալիևին էլ չասած, որ ինքը այդ ամեն ինչի ֆոնին Ամերիկա-չինական առևտրային պատերազմի ընթացքում գնում է Չինաստան եւ խարտիա է ստորագրում ռազմավարական գործընկերության, ինքը խնդիր ունի դա հակակշռելու։ Ինքն էլ բալանսավորման քաղաքականության խնդիր ունի, ինքը չի կարող այսպես կծվի ավտոկրատների լիովին դաշինքին եւ դառնա ամերիկացիների թիրախ, ոնց որ հիմա Վրաստանն է դառնում թիրախ։ Այնպես որ ես կարծում եմ, որ այդ լավատեսության հիմքերը կան եւ երկխոսության Ադրբեջանի հետ խաղաղության։ Անգամ խաղաղության։ Այո, խաղաղության, որտեվ եթե այսպես շարունակվի, Ադրբեջանը այս կամ այն պահին, հա, որքան շուտ այնքան լավ եւ դա մեր արևմտյան գործընկերներից շատ բաներ կախված կլինի իհարկե, կգա դրան, որ արդեն անհեռանկարային է Ռուսաստանի հովանավորությամբ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը։ Այստեղից երկու հարց։ Առաջինը դուք ասում եք, որ Ադրբեջանը ուզում է ազատվել Ռուսաստանի կցորդ դիտարկվելուց միջազգային հանրության կողմից, իսկ Հայաստանը կարող է իրեն թույլ տալ շարունակել դիտարկվել որպես Ռուսաստանի կցորդ։ Խոսքս գնում է վերջին հենց դրույթին, որի մասին ամբողջ հասարակությունը խոսում է Մոսկվա գնալուն այս շքերթին մասնակցելու։ Տեսեք, Մոսկվա գնալուն մենք դեմ ենք, դրա մասին շատ խոսել ենք, քննադատել ենք, Հայաստանի քաղաքացիները իրավունք ունեն դա անեն, բայց միջազգային հարթակներում այդ մասին խոսել են հիմնականում լրագրողները, բլոգերները, հա, այսպես ոչ մի քաղաքական գնահատական որևէ երկրի կողմից որևէ նշույլ անգամ ինչ որ պատժամիջոցի Հայաստանի դեմ այդ քայլի պատճառով չի արվել, որովհետև պետությունները իրենց քաղաքականությունը էմոցիաների վրա չեն կառուցում եւ այսպիսի սահմանափակ ինչ որ դրվագներով չեն պայմանավորում։ Մենք պետք է հասկանանք, ոչքան էլ որ սա տհաճ դրվագ էր, այո, մեր համար էլ, բայց դա մեծ քաղաքականության վրա այդպես ինչ որ ազդեցություն գործելու հիմք չէր։ Կցորդ ով է համարում։ Ինչ որ բլոգերներ, Nevzorov-ը, որ կարող է ավել պակաս բաներ խոսալ, թե
միջազգային դերակատարները, պետությունները, միջազգային կազմակերպությունները իհարկե չեն համարում, որտեղ այնտեղ որոշումները կայացվում են եւ դիրքորոշումները ձևավորվում են հետեւյալ կերպ։ Օրինակ Հայաստանի մասով կամ մեր տարածաշրջանի երկրների մասով։ Ասենք դնում են հերթով նայում են, ով ինչա անում։ Քաղաքական, ռազմական, ռազմավարական, տնտեսական առումներով եւ ինչ ուղղություն է ընտրել։ Հիմա տեսեք, Վրաստանը ստորագրեց Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության խարտիա։ Նույնը արեց Ադրբեջանը։ Հայաստան նման խարտիա չունի Չինաստանի հետ, հակառակ ունի Միացյալ Նահանգների հետ։ Վրաստանն էլ ունի, բայց սառեցված է, որտեղ Վրաստանում կեղծել են ընտրությունները եւ հակաամերիկյան նաեւ շատ քայլեր են ձեռնարկել, այդ թվում Չինաստանի օգտին։ Օրինակ Անագլայի նավահանգստի կառուցման տենդերը հաղթեց Չինաստանը, պարտվեց Միացյալ Նահանգները։ Չնայած հələ ձգձգվում է, որտեղ ամեն դեպքում այդքան հեշտ չի նույնիսկ Չինաստանի համար Ամերիկայի դեմ ինչ-որ բան անել Վրաստանում, հա։ Հաջորդը տնտեսական հարցերը, ռազմավարական հեռանկարային տնտեսական հարցերը։ Հայաստանը ոչ միայն հռչակել է, որ տնտեսական առումով էլ դիվերսիֆիկացնելու է իր քաղաքականությունը եւ արդեն ցույց է տալիս այդ ուղղությամբ ինչ է անում, օրինակ միջուկային էներգետիկան, իսկ էներգետիկան ցանկացած երկրի հիմքերի հիմքն է, եւ դրա մասին այսօր կուզենամ ավելի մանրամասն անդրադառնանք։ Զարգացնում է այլ աղբյուրներով, ոչ ռուսական։ Միջուկայինը Միացյալ Նահանգների, գազայինը Թուրքմենիայի։ Դուք գիտեք, որ արդեն քննարկում է գնում Թուրքմենիայի հետ, որ թուրքմենական գազը սվոտ ձևաչափով, այսինքն գնում է Իրան, Իրանից էլ մենք դրա փոխարեն ստանում ենք համապատասխան ծավալի գազ։ Քանի որ մենք մեծ ծավալի սպառում չունենք գազի, 2-3 միլիարդ խորանարդ մետրը գործող ուրեմն գազամուղով էլ, գազատարով էլ հանգիստ կարող է Իրանը մեզ մատակարարել, եթե Թուրքմենիայից այդ համապատասխան ծավալներ ստանում է, որտեղ ինքն էլ հիմա գիտեք խնդիր ունի Իրանը։ Գազի վրա նստած ցավոք սրտի այդ երկիրը այսօր տեխնոլոգիական հետ ընկնելու պատճառով, սանկցիաների պատճառով չի կարողանում սեփական գազը արդյունահանել եւ վաճառել։ Եվ այդ իմաստով, եթե մենք գազով կտրվում ենք, միջուկայինով կտրվում ենք Ռուսաստանից, ինչ է այնտեղ մնում։ Հեկերը մեր տարածքում են, նույնիսկ այն ինչ որ Ռոբերտ Քոչյանի թեթև ձեռքով տվել ենք ռուսներին, բայց չեն կարող սաբոտաժ անել, սաբոտաժանեն ձեռքներից կվերցնենք։ Ինչ մնաց այնտեղ։ Ցանցերը բաշխիչ մեր ձեռքում են, կա հեցեր, կա բեցեր, մեկը ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանի ձեռքում է, բայց էլի մեր տարածքում է, չեն կարող դա սաբոտաժի ենթարկեն, օրենքներով մեր ուղղակի կոնֆիսկացնենք։ Նավթը կարող ենք այլընտրանք գտնել, որտեղ այնպես չի որ ճանապարհները փակեն, հա մի քիչ ավելի թանկ, բայց կարող ենք Սևծովով, առաջ Ռումինիայից ենք նույնիսկ գնում, հետո ռուսները այնքան էժանացրեցին, որ հիմա Ռուսաստանից ավելի էժան է, բայց Իրանից էլ կարող են գնել, ինչքան էլ այնտեղ խնդիրներ կա էլի նույն։ Դա դժվարացնում են Իրանից եւ Ռուսաստանից, համենայն դեպս Միացյալ Նահանգները ոնց որ թե այդ ճանապարհները փակում են։ Տեսեք, Միացյալ Նահանգները բոլորին ճնշումներ են գործադրում Իրանի եւ Ռուսաստանի հետ առևտուր չանելու համար, ի դեպ նույնիսկ հիմա բաները կոնգրեսականներ Միացյալ Նահանգների, ընդ որում երկպալատանի նախաձեռնություն են մշակել, որով սանկցիաները կիրառում 500% տարիֆներ կիրառվելու են բոլոր երկրների հանդեպ, ովքեր ուրեմն Ռուսաստանից Ռուսաստանից նավթի առևտուր կանեն։ Ի դեպ Իրանից էլ նաև նույն տրամաբանությամբ Իրանի վրա էլ կարող են այդպիսի սանկցիաներ կիրառեն, դուք գիտեք միջուկային գործարքի շուրջ բանակցություններին զուգահեռ այդպիսի բան մտցրեցին, ինչը Իրանի դժգոհություն առաջացրեց, որ դուք անկեղծ չեք, եթե մեր հետ գալիս եք բանակցում եք, զուգահեռ sense բաներ եք ընդունում։ Բայց ամենայն դեպս այդ ամեն ինչը նշանակում է, որ եթե բոլորի վրա աչք են ոչ մեկի վրա աչք չեն փակում, միայն Հայաստանի վրա են աչք փակում, իսկ գազի սպառումն էլ Իրանից, մենք ճիշտ է անմիջականորեն չենք սպառում իրանական գազը։ Եվ հիմա էլ որ թուրքմենական գազը գա, նույնիսկ իրանական գազի տեսքով, էլի դա չի համարվելու իրանական գազ, որը մենք սպառելու ենք։ Իսկ այն 2.5 միլիարդ խորանարդ մետրը, որը Իրանից գալիս է Հայաստան, մենք դա որպես գազ չենք սպառում, ինքը վերամշակվում է, ըստեյության էներգիա է վերածվում Երևանի փշեկում, եւ այդտեղից մենք ստանում ենք ընդամենը 15-25% ուրեմն մնում է մեզ այդ էլեկտրաէներգիայի, արդեն մնացած էլեկտրաէներգիան հետ է գնում Իրան։
Բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ նույնիսկ եթե հարց առաջանա ինչ որ ծավալների նավթ գնելու Իրանից, կարող ենք ձևը գտնել, որ դա էլ SWOT ինչ որ ձևաչափ անունը դնենք կամ ինչ անենք եւ դրա վրա աչք կփակենք, որտեվ էլ եմ ասում, ոնց որ այն ժամանակ, երբ որ մենք գազը ըստ էության սկսեցինք գնել Իրանից, աչք փակեց Միացյալ Նահանգները, այնպես է հիմա աչք փակի, որտեվ իրենք հասկանում են, որ դա Ռուսաստանից մեր անկախանալու միակ տարբերակն է, այլընտրանքը։ Բայց էլ եմ ասում, նույնիսկ եթե դա չեղավ եւ աչք չփակեցին, ասեցին չէ Իրանից նավթի չգնեք, մենք կգնենք Ռումինիայից, Սերբսովով այլ տեղերից, մի քիչ ավելի թանկ կնստի, բայց դա արժի այն տնտեսական գինը, որ մենք ստանալու ենք Եվրոպայի միության հետ, Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման շնորհիվ։ Եվ այստեղ իհարկե նաեւ էներգետիկայի մասին մի երկու բառ կուզենամ խոսել, որտեղ այստեղ սեպարով նախանշած շատ լուրջ քայլեր կան, որոնք որ ցավոք սրտի դեռ չեն իրականացվում Հայաստանի կողմից։ Մի կողմից մի քանի կարևոր դրվագներ կա, որ արվել են։ Օրինակ, էներգետիկայում ազատականացվել է շուկան, հա, էլեկտրական էներգիայի, լոգիստիկայի, բաշխման շուկան ազատականացվել է։ Դու որպես քաղաքացի կարող ես գնել ցանկացած մեկից էլեկտրական էներգիա, չկա ինչ-որ մենաշնոր, որից ստիպված ես ինքը գներ ասի, նույնիսկ եթե հակամենաշնորհային կոմիտեն որոշի թե ինչ գնով պիտի վաճառի, բայց ամեն դեպքում այդ մեկից պիտի ստիպված գնես։ Հիմա ումից ուզում ես գնի։ Որ ավելի էժան է, որ ավելի մոտիկ է, որ ավելի հարմար պայմաններով է տալիս, նրանց է գնի։ Դա նաև ՍԵՊԱ-ի պայմաններից մեկն է եղել եւ դա անմիջապես իշխանության գալուց հետո գործող իշխանությունը դա արեց։ Շատ կարևոր է արևային էներգետիկայի, այսպես զարգացումը։ Գիտեք, արևային այդ բաների, սալիկների, հա, ուրեմն ներդրումը տնային տնտեսությունների կողմից, տարբեր ձեռնարկությունների կողմից, որը որ էապես մեծացնում է վերականգնող էներգետիկայի մեր մասնաբաժինը եւ դրանով էլ նվազեցնում կախվածությունը դրսից եկող ուրեմն էներգակիրներից։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ գնալով դա էժանանում է, որովհետեւ տեխնոլոգիաները զարգանում են։ Մեկ, երկրորդը կառավարությունը սուբսիդավորում է տոկոսները։ Այսինքն եթե դու վարկ ես վերցնում, որպեսզի արևային ուրեմն այդ պանելներից գնես, համապատասխանաբար պետությունը սուբսիդավորում է այդ վարկի տոկոսները, որպեսզի քո վրա ծանր բեռ չնստի, այսինքն խրախուսում է, որ դու այդ ալտերնատիվ էներգետիկան զարգացնես, սովորական քաղաքացին նկատի ունեմ, հա։ Մյուս կողմից մի քանի լուրջ խնդիրներ կա, որ մինչև հիմա չի հաջողվել իշխանություններին լուծել, որի համար նույնիսկ Եվրամիությունը փող է տրամադրել։ Օրինակ, փոխանցիչ կայանը Հայաստան-Վրաստան ուրեմն ցանցերը միացնող, որի շնորհիվ մենք հնարավորություն ենք ստանալու նաև այդ Կասպից ծովից Սևծով գնացող մալուխին միանալու, որի համաձայնությունը իդեպ եվրոպացիները տվել են եւ անհասկանալի է թե ինչն է խնդիրը, որ Հայաստանը մինչև հիմա ակտիվ չի մասնակցում այդ բանակցություններին նաև։ Չնայած այստեղ խնդիր կա, մենք անցած տարի փաստորեն առաջին անգամ դարձել ենք էլեկտրաէներգիա ներկրող։ Մենք միշտ արտահանել ենք, իսկ անցած տարի արդեն Վրաստանից ենք ներկրել։ Այսինքն չի բավականացնում մեր արտադրած էներգիան, դա իհարկե կապված է նաև տնտեսության զարգացման հետ, տնտեսությունը ինչքան զարգանում է, էլեկտրաէներգիայի սպառումը մեծանում է, բայց արտադրությունը չի մեծացել մեր էլեկտրաէներգիայի այնքան, որ մենք հավասարակշռենք եւ արևային էներգետիկան չի հասցնում դրա հետևից եւ ամենակարևոր ուրեմն մեծ մեգա պրոյեկտը, որը որ արաբական էմիրություններից պետք է ֆինանսավորեին, հա, գիտեք, Թալինի մոտակայքում 200 մեգավատ հզորությամբ արևային կայան պետք է կառուցվեր, ուրեմն մինչև հիմա չի արվում, գիտեք, այդ ANIF հիմնադրամի հայտնի այդ պատմություններից հետո այսպես սառեցված վիճակում է, որը շատ մեծ կարևոր ներդրում էր լինելու, ընդհանրապես ներդրումների հարցով այնպեսի մոտ տպավորություն կա, որ ինչ որ հատուկ մարդիկ Հայաստանի իշխանությունների ներսում ներդրված գործում են Հայաստանում որևէ ներդրում, որպեսզի չլինի, բոլոր ներդրումները խափանում են, հա, խոշոր ներդրումները հատկապես։ Գիտեք, ես նույնիսկ կհամարեի, որ օրինակ եթե Ալիևը հեռատես քաղաքականություն է վարում, ինքը նույնիսկ պատրաստ կլիներ 100 միլիոնավոր դոլարներ տրամադրել այդ գործողությունների համար, ում որ պետքա կաշառել այստեղ, ում որ պետքա ինչ-որ բաներ համոզել, ընդ որում պարտադիր չի կաշառի հենց իր դեմքով, հա, որ իմանան, որ իրենք ծախվել են Ադրբեջանին, չէ, Ռուսաստանի միջոցով կարող էր դա անել, եւ հիմա ես ձեզ շղթան ցույց կտամ ոնց է արվում դա։
Եվ մենք գումարային միլիարդից ավել դոլարի ներդրումներից ենք այդպես զրկվել այս տարիների ընթացքում, ընդհանրապես մի քանի տարվա մասն եմ ասում։ Մեկը դա, որ այդպես է սառեցված է, դա այն ժամանակ, որ նույն արաբական էմիրությունները Ադրբեջանում արդեն կառուցում են հսկայական վերականգնողական արևային էներգետիկային զարգացում։ Մյուս ներդրումը, որ շատ մեծ շարժեր մտցնելու մեր տնտեսության մեջ, դա Արագետ ծրագիրն էր, լեռնադահուկային համալիր պետք է կառուցվեր Արաքածի լանջերին։ Ու շատ հետաքրքիր պատմություն է, սա քնչական մարմինների հետաքննության եւ հակահետախուզության գործողության նաեւ ուրեմն առարկա պետք է լինի։ Ուրեմն առաջարկ է լինում երկու ֆրանսիական խոշորագույն բիզնեսի հետ լեռնադահուկային եւ ռեկրեացիոն բիզնեսի ներկայացուցիչների կողմից մեծ 350 միլիոն եվրոյի ներդրում անել, այդտեղ ընդ որում իրենք ուսումնասիրում են լանդշաֆտը եւ ամբողջ Արագածի այդ փեշերին ընդհանրապես մի տեղ են գտնում, որտեղ որ մաքսիմալ հարմարավետ է այդպիսի լեռնադահուկային կուրորտ պատրաստելու համար։ Եվ ծրագիր են ներկայացնում կառավարությանը դեռ այն ժամանակ Քերոպյանն էր, հա, ոչ բարով նախարար։ Ուրեմն սա վերցնում է այդ ծրագիրը եւ հանկարծ ընդամենը կարժա մի քանի ամիս հետո այդ ծրագրի նույն ծրագիրը նույն տարածքի վրա էլի լեռնադահուկային բանի մասով հայտնվում է էլի իր սեղանին մի ռուս ազգանունով հայ, հա, բիզնեսմենի շատ մութ գործարքների մեջ մշտապես գտնված ոմն Ռուբեն Գրիգորյանի կողմից։ Ու այստեղ նայում են ասում են, չէ, բայց այս մի պրոյեկտը ավելի լավն է, մրցույթ են անցկացնում եւ հաղթող են ճանաչում այս Ռուբեն Գրիգորյանի պրոյեկտը։ 3 տարի առաջ, միջև հիմա մի բան արված չի այնտեղ, մի լումա ներդրված չի։ Այդ Ռուբեն ուրեմն Գրիգորյանի կողմից, որի բալանսը հետո ուսումնասիրում են, տեսնում են, որ ֆիրմայի բալանսի վրա պարտքեր են մենակ։ Ոչ մի գումար չկա, պարտքեր են, այդ պարտքերով եկել է, հաղթել է 350 միլիոն ներդրման դիմաց 190 ինքը առաջարկել 190 միլիոնանոց ծրագիր։ Հետո պարզվում է, որ այս պարոն Քերոպյանի տեղակալ Նարեկ Տերյանը աշխատում է այս Ռուբեն Գրիգորյանի ֆիրմայում։ Պատկերացնում եք։ Հանցագործները էլ ոնց են լինում, հակահայկական, որ այդ հսկայական ներդրումը այդտենց փոզմիշ արեցին։ Հիմա այս Ռուբեն Գրիգորյանը ընկած գյուղացիներից խլում է, փորձում է բառացիորեն խլի կոպեկներով, այն որ Կուրշավելը ֆրանսիական պետք է գար նորմալ գումարներ վճարել այդ մարդկանց իրենց հողերը վերցնելու համար, որ բան կառուցի, 300 դրամերով ուզում է խլի քառակուսի մետրը 300 դրամով պատկերացնում եք մարդկանց տարածքները։ Պետական կարիքների ուրեմն տակ օտարելով։ Ու մենք արդյունքում զրկվում ենք Հայաստանում լեռնադահուկային մրցաշարերը անցկացնելու հնարավորությունից եւ մի քանի օր առաջ իմանում ենք, որ Միջազգային լեռնադահուկային ֆեդերացիան Ադրբեջանի հետ է կնքել համապատասխան պայմանագիր, որ ռազմավարական գործընկեր է ճանաչել Ադրբեջանին երկու անգամ, երկու սեզոն 26-27, 29-30 սեզոններին Ադրբեջանում շատ ավելի համեստ մի հատ ինչ-որ լեռնադահուկային բան ունեն իրենք, այնտեղ դա անցկացնելու համար բնականաբար հեսա այնտեղ ներդրումներ կանեն, այդ համեստն էլ կզարգացնեն, ինչ որ պետքա կանեն։ Այ ասենց են աշխատում, ոնց ոչնչացնել Հայաստանի տնտեսությունը։ Մի անգամ պատերազմի ժամանակ փորձեցին անել, չստացվեց բարեբախտաբար, մենք հաղթահարեցինք տնտեսական ճգնաժամը եւ սկսեցինք էլի զարգացումը ապրել։ Հիշում եք 19 թվականին մեր համախառն ներքին արդյունքը շեշտակի աճ արձանագրեց, մի անգամից խփեցին մեզ կտրուկ ընկավ 20 թվականից հետո, բայց հետո էլի 21-22 թվականին արդեն էլի սկսեց աճել 22, 23, 24, տեսնում են էլի աճում է, էլի պետքա մեր գլխին մի բանով sense խփեն, որ տնտեսությունը կարևոր չզարգանա, որտեղ ինքնիշխանության հիմքը նաև տնտեսությունն է, տնտեսական ինքնուրույնությունը, եւ ունենալ այնպիսի չինովնիկներ, որոնք որ ահա այսպիսի բաներ ապահովեն, որ մենք չզարգանանք։ Այդ 350 միլիոնը մինիմումն եմ ասում, որտեղ այնտեղ նաև քաղաքաշինական պրոյեկտներ կար կառուցապատման, որ մինչև 1 միլիարդ եվրոյի կարող էր հասնել։ Ակադեմիական քաղաքից ոչ հեռու էր լինելու դա։ Եվ դա հենց սիներգիկ էֆեկտ է տալու նաև ակադեմիական քաղաքն էլ, որ այնտեղ քնած մնացել է այդ պրոյեկտը, ոչ մի բան առայժմ չի արվում, բայց եթե այդ զարգանում էր զուգահեռ կողքը լեռնադահուկային այդ ամբողջ համալիրը եւ այլն, միջազգային մրցույթներ էր այդտեղ անցկացվում, այս 3 տարում պատկերացնում եք ինչեր արդեն կառուցած կլինեին ֆրանսիական այդ ընկերությունները։
Բավականին մտահոգիչ տեղեկություններ հաղորդեցիք, պարոն Խուրշուդյան, եւ եթե մենք սա դիտարկենք ոչ որպես եզակի դեպք, այլ համակարգված դիվերսիա որպես, պետք է երևի թե քննվեն, չգիտեմ, ինչ դիապազոն եք պատկերացնում, ինչպես եք պատկերացնում, որ այս ամենը բացահայտվի, եթե սա իսկապես դիվերսիա է համակարգված։ Երբ որ ես այսպեսի փաստեր եմ բերում, եւ իշխանության տարբեր թևերին այդ իրենց մեղսակցությունը ներկայացնում, տարբեր թևերի մեղսակցություն նման հարցերում, ինձ մեղադրում են, ասում են, այ դու փորձում ես Նիկոլ Փաշինյանին արդարացնել, ասելով, որ ինքը տեղյակ չի այ ներքևներում ինչ որ բաներ են անում, չէ՞։ Ուղղակի որպես հիմնավորում, ես լավ գիտեմ, էլի, որտեղ այդ կապը կա իշխանության առաջի դեմքի եւ այդ օղակների, իսկ որտեղ այդ կապը չկա։ Ուղղակի ձեզ մի պարզ փաստ բերեմ։ Այդ Ռուբեն Գրիգորյան կոչեցյալը մեր ոչ միայն քաղաքական անդիմության մաս է, կոնկրետ Ռոբերտ Քոչյանի թևի։ Իր ելույթներով է դա հստակ երևում, հա։ Վիդեո է հրապարակում, դեռ միջև այդ մրցույթի մասնակցել է 21 թվականին, որտեղ վերջին լուտանքներն է թափում Նիկոլ Փաշինյանի վրա։ Վերջին լուտանքները։ Եվ դրանից հետո իրեն մրցույթ հաղթող են ճանաչում։ Այդքան ժողովրդավար երկիր ենք մենք։ Որպեսզի պատկերացնեք, որ իրարից տեղյակ չեն ընդհանրապես տարբեր թևերի իշխանությունները, ով ինչով է զբաղված։ Եվ իդեպ դա շարունակությունն է նաև նրան, որ Նիկոլ Փաշինյանը ինքը նաև խոստովանում է, որ սաբոտաժ է գնում պետական համակարգում, չէ՞, հիշում, մի անգամ չի դրա մասին խոսել։ Բայց չգիտես ինչի, փոխանակ այդ սաբոտաժի դեմ պայքարեն, հանրային հեռուստաընկերությունը 3 ռեպորտաժ է թողարկում այս ալիքի վրա, որ նաև իմ ջանքերով տարածվեց, որ այսպեսի բան է տեղի ունեցել, արդարացնելու համար էս մրցույթը, որ Քերոբյանը ժամանակին հանձնել է այս անձնավորությանը, հարցազրույց է վերցնում այդ անձնավորությանը, բա ինչ խնդիր կա, որ միջև հիմա չի լինում, նա էլ ասում է, դե բնակիչներից չեն կարողանում հողը վերցնել, այդ ես առաջ նայել էի 150 դրամ էր այդ հողը, հիմա 300 դրամ, իսկ 300 դրամ չի պատրաստ պաստորեն այս, բայց հարցը նույնիսկ դա չի։ Լրագրողը, տեսեք, պրոֆեսիոնալիզմի ճակերտավոր գագաթնակետը։ Մի հատ հարց չի տալիս։ Կներեք, բայց այս 3 տարվա մեջ դուք ուրեմն ոչինչ չեք արել, բայց 7 տարի ընդամենը ձեր ծրագրով, ժամկետը կես անցավ, երբ եք կառուցելու այդ լեռնադահուկային համալիրը, որ իրականում այնտեղ խոզաբուծարան են ուզում կառուցեն, ոչ մի լեռնադահուկային համալիր, փողել չունեն, որտեղ էս պետքա կառուցեն։ Պատկերացնում եք, այդ ամբողջ տարածքը փագեն, ոչ մի ներդրում չլինի, որ այնտեղ ինչ-որ խոզաբուծարան կառուցի այս անձնավորությունը։ Չի հարցնում լրագրողը։ Ինչի միջև հիմա ոչինչ չի արվել։ 1. Այդ ո՞նց եղավ, որ այդ նույն տարածքի վրա հանկարծ դուք այդ նույն բանը արեցիք, կամ այդ հնարավոր չէ այդ խոզաբուծարանը ուրիշ տեղ կառուցել։ Հենց լանդշաֆտը այնտեղ որտեղ որ այդտեղ լեռնադահուկայինի համար է հարմար, հենց այդտեղ պետքա կառուցեիք։ Այդ ինչ մոտեցում է, էլի։ Ինչի՞ եք որոշե հատուկ դեմը փակեք այն մյուս ներդրման, կամ որտեղից գիտեիք, որ այդպեսի ներդրում կա, որ հատուկ այդ նույն տեղում բերել եք ձեր պլանները դրել եք։ Ոչ հետաքննիչներն են հետաքննում, ոչ լրագրողներն են པարզ հարց տալիս նույնիսկ այդ մարդուն, բայց զուգահեռաբար էկոնոմիկայի նախարարությունից ինչ որ պաշտոնյա ասում է, հա, փայլուն ծրագիր է, հələ կտեսնեք ինչ զարգացում կապրի մեր լեռնադահուկային սպորտ, բայց 3 տարի է ուրա չի զարգանում։ Պարոն։ Եվ այդտեղ շարունակ։ Եթե չգիտի Փաշինյանը վատ է, ըստիս, եթե գիտի եւ չեն կարողանում ոչ մի կերպ, դուք ասում եք սաբոտաժ, ես ասացի դիվերսիա, դրա դեմ առնեն, եւս վատ է։ Իհարկե, շատ վատ է։ Երկուսն էլ վատ է, չգիտի վատ է, գիտի չի կարողանում դեմ առնել, վատ է։ Այո, եւ դրա մասին անդադ ասում ենք, որ կարողությունների խնդրեմ ունի գործող կառավարությունը։ Համ սաբոտաժի խնդրեմ ունի ներսից անողների սաբոտաժանը, համ կարողությունների, ոչ այդ սաբոտաժի դեմ առնելու, ոչ էլ լավը վատից տարբերելու, նորմալ ներդրողներին առաջ պատկերացնում եք դուք 350 միլիոն, լավ, այն 1 միլիարդը ասենք թե դա մի քիչ բան է, պլանն էր, բայց կոնկրետ ծրագիրը 350 միլիոն էր։ Պատկերացնում եք դրա համար արժեր նույնիսկ առանձին նախարարություն պահել, ստեղծել մի նախարարություն Արագեթի ծրագրի առաջընթացի ապահովման, հաստատման եւ իրականացման համար, որ այդքան փող մտներ երկիր։ Իրենք էլ են շահելու։ Պատկերացնում եք ՔՊ-ի վարկանիշը ինչ էր դառնալու, եթե այդպիսի բան հաջողացնեին անել ու միջազգային մրցույթներ անցներ այստեղ։ Բայց իրենք այդպիսի բաների վրա ոչ խելքներն ա կտրում շատ դեպքերում, ցավոք սրտի։ Ոչ էլ հետևողականությունն են, որ ում խելքն էլ կտրում է, դա իրականացնեն։ Այսպիսով մենք այս թեմային եկանք սկսելով իմ հարցից արդյոք Հայաստանին Ռուսաստանի կցորդ կարող են դիտարկել
կարծում եք, որ Հայաստանին այս պահին Ռուսաստանի կցորդ որպես չեն համարում։ Անկամ այդ պարագայում, երբ որ Փաշինյանը գնաց Մոսկվա մասնակցելու շքերթին։ Միանշանակորեն չեն դիտարկում եւ նման դիտարկումները լինում են միայն եթե համալիր տեսնում են, որ այս ղեկավարը տանում է երկիրը այս կողմ, իսկ այս ղեկավարը տանում է այս կողմ։ Հիմա իրենք տեսնում են, թե այս ղեկավարը Նիկոլ Փաշինյանը ուր է տանում երկիրը եւ տեսնում են Ալիևը ուր է տանում եւ որի պատճառով էլ այն ճշումները, որ կան իր վրա եւ սահմանափակումները բերեցին նրան, որ ինքը փոխում է իր այսպես շատ ռուսամետ քաղաքականությունը եւ Ռուսաստանի պատվերը Հայաստանի դեմ պատերազմի ձևով կատարելու քաղաքականությունը փոխում է եւ դա մեր համար շատ լավ է։ Եվ ուր է տանում Փաշինյանը ձեզ ինչ են կարծում նույն Եվրոմիության ներկայացուցիչները։ Երևի այստեղ ես մեկ այլ հարց էլ գումարեմ այս հարցին եւ արդեն խոսքը տրամադրեմ ձեզ։ Արդեն երկրորդ տարին է, ինչ ժողովրդավարական ուժերի հարթակը նշում է Եվրոպայի օրը եւ 3 եւս Եվրոպայի օրներ այնտեղ եղան, ելույթներ այնտեղ եղան մեր եվրոպական դիվանագետները դեսպան ես տեսա այնտեղ, ես էլ էի հրավիրված, ես էլ էի ներկա։ Եվ այսպես, ինչպես են տեսնում Հայաստանը մեր եվրոպացի գործընկերները, ասենք։ Այո, շնորհակալություն իրոք հիշեցնելու համար երեկվա մեր միջոցառումը շատ կարևոր էր։ Արդեն երկրորդն էր, մենք անցած տարվանից սկսեցինք այդ Եվրոպայի օրերը կազմակերպել, ժողովրդավարական ուժերի հարթակներ կազմակերպել։ Եւ այո, դեսպաններ ներկա են, եւ Լիտվայի դեսպաններ, Նիդերլանդների դեսպաններ ներկա, Մարագոսը, Վասիլիս Մարագոսը, Եվրամիության պատվիրակության ղեկավարը նաեւ ողջունի խոսքով հանդես եկավ, ներքին գործերի նախարարներ ներկա Ալբինե Սարգսյան, հա։ Եվ Լուսնի Հակոբյանը բացեց եւ արեց ընդունելությունը Եվրոպայի օրվան նվիրված եւ իհարկե հիմնականում այսպես հնարավորություններ շփվելու տարբեր դեսպանատան աշխատակիցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների եւ Հայաստանի քաղաքասրակության եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև այդ շփումը կազմակերպել, նաեւ լրատվամիջոցների ներկայությունը ապահովելով եւ մասնակցությամբ, հա։ Հայաստանը գնում է ամեն դեպքում թեև դանդաղ քայլերով դեպի արևմուտք, դա տեսանելի է։ Եվ օրենքի ընդունումը ուղղակի առաջի քայլն էր, մենք հիմա երկու կարևոր տրեկի վրա ենք, մեկը SEPA պլյուս կոչված պայմանական ենք անվանում, SEPA-ի ընդլայնված փաստաթուղթն է ըստ էության արդեն պատրաստ ստորագրման, ես հույս ունեմ գոնե այս ամսվա մեջ ինչ որ ձևով իշխանությունների ասած բալանսավորումը կիրականացնեն եւ այդ փաստաթուղթը կստորագրեն իհակակշիռ Մոսկվա մեկնելու Նիկոլ Փաշինյանի եւ մյուսը վիզաների ազատականացման, որի մասին իդեպ նաեւ Վասիլիս Մարագոսը երեք խոսեց, շատ դանդաղ է ընթանում, միանշանակ։ Մենք անդադ դրա մասին ասում ենք, քննադատում ենք իշխանություններին, որ այս տեմպը անընդունելի է, շատ դանդաղ է։ Բայց մենք նաև հասկանում ենք, որ իմ նշած այդ թերությունները նաև կարողությունների պակասը այստեղ էլ է ազդում։ Խնդիրը եւ մենք ասում ենք գոնե լավ առանձին կառույց ստեղծեք, առանձին փոխվարչապետի ինստիտուտ ձևավորեք եվրոպական ինտեգրման հետ Եվրոմիության անդամակցության ուղղությամբ։ Եթե օրենքը ընդունվել է, այդ օրենքը իրականացնելու համար դի հատուկ մարմին լինի։ Չի կարող մի մարդ համ եվրոպական ուղղությունը համակարգել, համ եվրասիական տնտեսական ուղղությունը։ Դա նաև շահերի բախման էլեմենտ կա այնտեղ։ Նու այլ չեմ խոսում, որ մասնագետներ պետք է ներգրավել, լավ մասնագետներ, մի քանի միլիոն դոլար, եվրո, չգիտեմ, դրեք, արտասահմանից հրավիրեք լավագույն մասնագետների, տնտեսագետների, ֆինանսիստների, որ գոնե ներդրումներով զբաղվեն։ Եթե հասկանում եք, մենք պետք է գնայինք ստե այնտեղ խնդրենք ամեն 10 միլիոն, 20 միլիոն ներդրման համար։ Ամեն 10 միլիոն ներդրող պատրաստ մարդու հետ վարչապետ անձամբ պետք է հանդիպեր, եթե պետք է գնար, արտասահմանում հանդիպեր, գար, ժամանակ ծախսեր դրա համար։ Տրամպի մասշտաբը մի քիչ այլ է, ինքը 500 միլիարդանոց ներդրումներով է զբաղվում անձամբ, բայց դա Միացյալ Նահանգներն է։ Մենք 10, 20, 30 միլիոնին էլ պետք է շնորհակալ լինենք, պետք է խնդրենք, որ գան։ Բայց 350 միլիոնանոց ներդրումը փախցնեք, սենց։ Չափշելու բան է, էլի ուղղակի։
կամ են 200 մեգավատանոց բանը արևային էներգետիկայի այդ կայանը։ Ուզում եմ ասեմ, որ տարական հաշվարկ էֆեկտիվություն նույնիսկ բիզնեսմեն, որ ելներ ղեկավարը երկրի, ինքը որպես բիզնեսմեն կհասկանար, որ եթե ուզում ես երկիրդ մտնի 500 միլիոն, 300 միլիոն գումար, ոչինչ, կարելի է մի քանի միլիոն դոլար տրամադրել այդ ուղղությամբ։ Էլ չեմ ասում, քո թանկագին ժամանակից գոնե մի 2 ժամ տրամադրես, ուսումնասիրես այդ գործը անձամբ։ Շնորհակալություն, այլ թեմաներ 2-3 թեմա եմ առանձնացրել, որ ձեզ հետ կցանկանայի քննարկել։ Նախ պատերազմը, այս Հնդկաստան-Պակիստան պատերազմը շատերին մտահոգում է իհարկե բուն պատերազմը, որ արդեն լայնածավալ է դարձել, Պակիստանը հայտարարել, որ լայնածավալ պատերազմ է սկսում եւ սկսել է, բոլորին հետաքրքրում է արդյոք այդ կրակը կարող է գալ Իրան դեպի հասնել եւ արդյոք ենթատեքստը եւ նպատակները, եթե այս պատերազմը հրահրված է եւ սա դրած է, հերահար նպատակ չուներ նորից Իրանի 4 կողմը սրել եւ պայթեցնել։ Չեմ կարծում, բացարձակ կապ չեմ տեսնում Իրանի հետ։ Ես կասկածներ ունեմ, որ այդ լավ չասեմ հրահարողը, բայց գոնե հիմնական շահառում այն ահաբեկչական ակտի, որը տեղի ունեցավ Հնդկաստանում եւ որը ակներևաբար պետք է բերեր այսպիսի էսկալացիայի, Չինաստանն էր։ Տեսեք, երբ դա տեղի ունեցավ։ Երբ որ Չինաստանի հետ առևտրային պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգները սկսեց ուղիղ իր շահագրգռությունը հայտնել Հնդկաստանով Չինաստանին փոխարինելու մեջ։ Եվ DG Vance-ը ընդհանրապես այդ ահաբեկչական ակտից մի քանի օր առաջ գնացել էր Չինաստան անձամբ Մոդիին հանդիպելու։ Եվ այնտեղ իհարկե տարիֆների չեղարկման խնդիր էր, որի կարծես թե հասել են, իսկ ինչպես ստացվեց, որ Հնդկաստանը համաձայնվեց բավականին բարձր տարիֆներ հանել Միացյալ Նահանգների ապրանքների առջև, որտեղ Հնդկաստանը այն երկրներից մեկն էր, որ նույնիսկ Չինաստանը իրեն այդպիսի բան թույլ չէր տվել Միացյալ Նահանգների հանդեպ, այդպիսի բարձր տարիֆներ, բայց իրեն ներվում էր Հնդկաստանին, որտեղ Հնդկաստանը շատ աղքատ երկիր է։ Մեկ շնչին հաշվով ենք, հա, մենք վերցնում աղքատը պարզ է, ինքը այսօր իր բնակչությամբ թիվ 1-ն է աշխարհում, իր համախառ ներքին արդյունքով արդեն հնգյակի մեջ է մտնում, բայց մենք իրեն համարում ենք աղքատ, որտեղ մեկ շնչի հաշվով իրենք շատ ցածր աշխատավարձ են ստանում, պատահական չի, որ հնդիկ այսքան աշխատողներ աշխատուժ է մտնում Հայաստան, որտեղ Հայաստան իրենց համար մի տեղ է, որտեղ կարելի է փող աշխատել ու ուղարկել Հնդկաստան իրենց ընտանիքները, որ սովից չմահանան նաև, հա, այդ մի տեղն է, որտեղ որ միջև հիմա ճորտատիրություն կա իդեպ եւ միջև հիմա սովից մահանալու հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր դեպքեր կան։ Եվ դրա համար աչք էին փակում այդ տարիֆների վրա, բայց Տրամպը եկավ, ասեց չէ, աչք չեմ փակելու, բայց փոխարենը, եթե դու հանես տարիֆները մեր ապրանքների վրայից, մենք նաև ներդրումներ կբերենք։ Մի անգամ արդեն Հնդկաստանին տենց բրկեցին, հատկապես ամերիկացիները, որտեղ երբ որ նոր անկախացել էր Հնդկաստանը, ինքը շատ սոցիալիստական այսպես ուղղվածություն էր որդեգրել, եւ դրա պատճառով էլ տնտեսությունը չէր զարգանում։ Եվ հենց այդ ժամանակվանից է, որ Միացյալ Նահանգները Պակիստանի հետ բավականին սերտ կապեր ձևավորեցին, որտեղ Հնդկաստանի հիմնական հովանավորը դարել էր Սովետական Միությունը։ Հիշում եք, Ինդիրա Գանդին ոնց էին բերում, տանում, հնդկական ֆիլմերը որ ցույց էին տալիս այստեղ, Զիտա գիտան, բոլորը գիտեն, հա, այն ժամանակ։ Այդ ամբողջը սովետա-հնդկական սերտ հարաբերությունների բանն էր։ Բայց հետո տեսան հնդիկները, որ չի աշխատում տնտեսությունը սոցիալիստական հովերով եւ անցան ավելի բաց շուկայական հարաբերությունների որդեգրմանը եւ արդյունքում մեծ ներդրումներ սկսեցին հոսել Հնդկաստան եւ ինքը սրընթաց սկսեց զարգանալ։ Հիմա Պակիստանը հակառակն է։ Պակիստանը ինքը լավ չի զարգանում, տնտեսական աճը բավականին ցածր է։ Եվ ահա այս վտանգի արժեվ Չինաստան տեսնելով, որ կարող է, իսկ Միացյալ Նահանգներն է դեռ որոշողը, ով կզարգանա, ով չի զարգանա, հա, ինչքան էլ որ հիմա Չինաստանն ավելի դժվար է կանգնեցնել, շատ է հզորացել, հա։ Բայց ամեն դեպքում, եթե դու փոխարինում ես Հնդկաստանով, Չինաստանը բավական լուրջ խնդիրներ է ունենալու եւ միակ ձևը ներդրողներին վախեցնել Հնդկաստան մտնելու պատերազմն է։ Եվ այստեղ Չինաստանը, եթե ելի եմ ասում, եթե ոչ հրահրողը, թիվ 1 շահառուներ։ Իսկ այդ հարցին թե ինչից դա տեղի ունեցավ, միշտ պետք է հարց տաս, թե ում էր դա ձեռնտու, չէ՞։ Եվ այս համատեքստում մենք տեսնում ենք նաև ով է կանգնած Պակիստանի հետևում, ով է Պակիստանի հիմնական զինողը, ով է տեխնոլոգիաների տրամադրողը, ով է պակիստանյան միջուկային զենքի թիկունքում կանգնածը։
էլի Չինաստանը։ Բարձր Պակիստանը ոչ այդ տեխնոլոգիան, ոչ այդ գիտությունը երբեք չի ունեցել, որ միջուկային զենք կարողանա ստեղծել։ Բայց չինացիները, որպեսզի իր Հնդկաստանը իր հիմնական հակառակորդին չդիտարկի Չինաստանին եւ հիմնական հակակշիռը Հնդկաստանին չլինի Չինաստանը ինքը անձամբ, ինքը ավելի փոքր կրսեր գործընկեր գտավ դրա համար, այդքան է կրսեր չի չնայած մի 150 միլիոնանոց էլ բնակություն ունի Պակիստանը, բայց ամենայն դեպս Չինաստան չի էլ եւ հարվածները թող Պակիստանը ուտի, հնա պատերազմի մեջ Պակիստանը մտնի։ Չնայած Չինաստանը նույն Քաշմիրում, գիտեք, ինքը մի մեծ կտոր վերցել է։ Այդ Ջամու Քաշմիրի պատերազմը որ եղավ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև Չինաստանը իր կտորը վերցրեց այդտեղից։ Մեծ կտոր։ Եվ չգիտես ինչի դրա հետ բոլորը համակերպվել են։ Այլ չեմ խոսում, որ Չինա-հնդկական սահմանին էլի որոշ առաջխաղացումներ պարբերաբար ունենում է Չինաստանը եւ հնդիկները այսպես ստիպված այդ ամենի հետ համակերպվում են։ Հիմա պատերազմին գալով այնտեղ բավականին հետաքրքիր տեղեկություններ ունենք մենք նաեւ այն մասին, որ այն հակաօդային պաշտպանության միջոցները, որը որ Հնդկաստանն նաև մեզ է վաճառել եւ որոնք դեռ փորձարկված չէին եւ մենք մտահոգ ենք, որ կարող է ամեն դեպքում այդքան որակյալ չեն, շատ լավ իրենց դրսևորեցին պակիստանյան ավիացիայի դեմ։ Ընդ որում ոչ միայն ավիացիա, այլ նաև դրոնների, այդ թվում թուրքական դրոնների։ Իսկ Պակիստանին զինում է ոչ միայն Չինաստանը, որը ավիացիայի հիմնական հեղինակն է Պակիստանի, եւ այդտեղ Պակիստանի ավիացիան իրեն շատ լավ դրսևորեց, խոցեց նույնիսկ ֆրանսիացիները ընդունեցին, որ մի Ռաֆալի հիմքով ստեղծված ուրեմն հնդկական օդանավ խոցեցին ռազմական, բայց նաև ուրեմն դրոններ է ստանում Պակիստանը, այդ դրոնները հիմնական Թուրքիայից է ստանում։ Այդ դրոններին ոչնչացնում է շատ հանգիստ էս ուրեմն հնդկական հակաօդային պաշտպանության այս համակարգերը։ Միաժամանակ քաղաքական հողի վրա տեսնում ենք, որ Ադրբեջանի հետ է սրվել Հնդկաստանի հարաբերությունները, անբանից հետո որ Ադրբեջանը ուղիղ աջակցեց Պակիստանին, այնտեղ հետ է կանչել բոլոր իր զբոսաշրջիկներին Ադրբեջանից Հնդկաստանը, հնդկական մամուլում հակաադրբեջանական նարատիվներ են լայնորեն տարածվում եւ հիմա էլ ադրբեջանցիները մեղադրում են, թե ինչ որ հայկական գործակալ է այդ ամեն ինչը կազմակերպել Հնդկաստանում, ասեն խելապակաս ինչ որ արդեն մակարդակի են հասնում, համ իրենք բռնեն Պակիստանին բաց տեքստով աջակցեն, համ հետո ասեն դե պատասխանը Հնդկաստան տվել է, ոչ թե պատասխան նրա որ մենք Պակիստան աջակցեցին, այլ որ հայերը այնտեղ ինչ որ դավադրություն են մեր դեմ կազմակերպել, հա։ Իդեպ այստեղ հայկական կողմի այսպես բավականին զուսպ արձագանքն է ինձ իմ տարակուսելի։ Ճիշտ է, արտգործնախարարությունը մի թեթև ասաց, որ ամեն դեպքում դատապարտում են իհարկե այդ ահաբեկչական ակտը Հնդկաստանում եւ այլն, բայց ես տենց էլ չհասկացա բաց տեքստով այս պատերազմում աջակցություն Հնդկաստանի հայտնվել է թե չէ։ Նշվեց, որ իրավունք ունի, ցանկացած երկիր իրավունք ունի հակազդելու ահաբեկչությանը։ Խողարկված այսպես հա, էլի մի քիչ ձևակերպ։ ամեն դեպքում ուղիղ, եթե Ադրբեջանը եւ Թուրքիան ուղիղ աջակցություն հայտնեցին Պակիստանին, ապա Հայաստանը Հնդկաստանի անուն չտվեց։ Չնայած որ Պակիստանի հետ նույնիսկ ճանաչումը չենք վայելում Պակիստանի, իսկ Հնդկաստանը թե Թուրքիայի, թե Ադրբեջանի հետ ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ, դեսպանատներ ունի, նույնիսկ տնտեսական հարաբերություններ ունի։ Հա, իդեպ Թուրքիայի հանդեպ էլ սպառնամիջոցներ սկսեց կիրառել Հնդկաստանը։ Հիմա այդ մասով, չգիտեմ, եթե տեղ են թողում, որ գոնե Պակիստանը վաղը մյուս օր ճանաչի, որ խայտարակություն է, էլի, միակ Հայաստան չճանաչած երկիրն է։ Իդեպ այդտեղ կարող է իր դերակատարությունը խաղալ Չինաստանը, որպես հիմնական պատրոն Պակիստանի, եւ երբ որ Չինաստանը ասում է, որ շահագրգռված են Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանը, Հայաստանը կարող է նաեւ խնդրել Չինաստանին, որ գոնե այդ միջնորդի, որ հա այդ իսկ Հայաստանին դա պետք է այսօր Հա, չէ, շատ կարևոր է, որտեղ ամեն դեպքում Պակիստանը նախ միջուկային տերություն է։ Եվ շատ կարևոր է, որ առնվազը միջուկային սպառազինությունների չտարածման իր պարտավորությունը կատարի։ Եվ հանգարց այդ միջուկային զենքը չհայտնվի այն երկրներում, որոնք որ ավելի վտանգավոր են մեզ համար, քան կարող ենք նույնիսկ պատկերացնել։ Դե Պակիստանը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ այսպես չնշված, բայց եռամիավորման մեջ են։ Հա, դե հենց այդ եմ ասում, այդ հարաբերությունների հաստատումը այդ եռամիավորումն էլ կթույլատնի։ Ոնց որ գիտեք, մենք շատ էմոցիոնալ ենք ամեն ինչին վերաբերում։
նույն ձևի, ասենք Թուրքիայի հանդեպ այդ վերաբերմունքը նույն արտացոլանքն է ոնց որ Պակիստանի։ Ասում եմ, ահա, դե որ Թուրքիան մեր դեմ այսպեսի քայլեր արել, ել չասած ցեղասպանությունը, ուրեմն մենք էլ իր դեմ սկսենք քայլեր անել։ Մի րոպե, դու նախ այդ քաշային կատեգորիայում չես, որ Թուրքիայի դեմ ինչ-որ քայլեր անես։ Երկրորդը դրա փոխարեն փորձի այդ միասնությունը մի քիչ թուլացնել թուրք-ադրբեջանական, ինչպես որ 10 թվականին եղավ։ 10 թվականին եթե մեզ հաջողվեր նաև այդ պրոտոկոլները վավերացնել, Թուրքիան 20 թվականի պատերազմին իր մասնակցության համաձայնությունը ամենայն հավանականություն տված չէր լինի, որտեղ այդ հարաբերությունը այդքան ջերմ չէին լինի Ադրբեջանի հետ։ Եվ իսկ դա կարող էր իր հերթին բերել նրան, որ Ադրբեջանը ընդհանրապես չհանդգներ հարձակվել, որտեղ այնտեղ մազով ինքը որոշում կայացրեց Ալիևը։ Շատ դժվարությամբ կայացրեց, այտենց չէր, որ ինքը այսպես անհամբեր սպասում էր, երբ պետք է հարձակվի։ Իրեն համոզեցին, ռուսները համոզեցին, նաև Տաբուշյան սադրանքը կազմակերպելով ջարդուփշուր անելով իրենց ամբողջ հոպը գործադրեցին, որտեղ որ իրենց պետք էր, գործադրեցին, որ նաև հայերին դուխ տալ, տեսեք, ինչ են կանում իրենց դրոնները ոնց են իջացնում, հիշում եք, գրկած մեր զինվորը դրոնը գրկած իջեցրել են, մի քանի դրոն իջեցրել են, քանիսը խոցել են, այդ թվում իսրայելյան հարոպները եւ այլն, հա, բավականին եւ ոչ միայն հարոպները, տարբեր տիպի, ասեն շարել էին։ Ինչի շնորհիվ եղավ դա, որտեղ ռուսների մեծ տված հոպը աշխատեց, ինք լավ աշխատացրեցին, որտեղ իրենց պետք էր Ադրբեջանին մի հատ լավ սադրել եւ դրանց հետո Բաքվում հայտնի հիշում ենք այդ երիտասարդ ծայրահեղականների հանրահավաքը, որպես Ալիևի վրա ճնշում, եւ դեռ այդ ժամանակ Ալիևը պատրաստ չէր հարձակման։ Եվ հիշում եք ինքը ինչ պատասխանեց, ասեց, եկել են մեծ ցույցեր են անում, բայց հեսա որ հանգարց պատերազմ լինի, ոչ մեկ չի գալու, ոչ մեկ չի գրանցվելու, կամավոր չի գալու։ Պատերազմի գնացողը երբեք այդպիսի բան չի ասում, ես դրա մասին ժամանակ եմ ասել։ Բայց ընդամենը մեր 2 շաբաթ հետո դրանից հետո, երբ որ նաեւ Թուրքիան ասեց, ես քեզ ինչքան պետքա բաներ կտամ դրոններ եւ բայրակտարների հոսքը սկսվեց, եւ ռուսները որոշակի երաշխիքներ տվեցին, նոր ինքը հարձակվել։ Ինչևէ, ուզում եմ ասեմ, որ այդ մեթոդաբանությունը, որ եթե քո դեմ կանգնած է հսկա պետություն, հռելի բնակչություն ունեցող, լավ զինված ուժեր ունեցող, արդեն ավիացիա է վաճառում Ադրբեջանին, միջուկային զենք ունեցող, պետքա փորձել Հնդկաստանի Չինաստանի միջոցով Պակիստանի դիվանագիտական հարաբերությունները դա չի նշանակում, որ մենք հիմա չպետքա պաշտպանենք Հնդկաստանին։ Բացարձակ դրա մասին չեմ ասում։ Հնդկաստանը մեր դաշնակիցն է, այո, եւ այդ հարցում նույնիսկ ավելի կոշտ կարող էր արտահայտվել։ Բայց հետո Չինաստանի միջոցով կամ միջև այդ Չինաստանի միջոցով մենք պետքա միշտ մտածենք Պակիստանի հետ հարաբերությունները կամ Միացյալ Նահանգների միջոցով, որը իդեպ միջև հիմա պաշտպանում է որոշակի կապեր, ճիշտ է, արդեն այդքան ջերմ չեն կապերը բանի հետ, Պակիստանի հետ, բայց ամենայն դեպս կա այդ կապը եւ կարար Միացյալ Նահանգները, եթե Հայաստանը այդպիսի խնդիր դներ իրենց առջև, իրենց կողմից փորձեն ինչ որ ձևով միջնորդեն, Չինաստանը իր կողմից, որտեղ ամեն դեպքում չճանաչված պետություն դա լարվածության բուն է։ Վաղը միսօր նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում իր հերթը կգա, ժամանակավոր անդամ կդառնա Պակիստանը, էլի մեր դեմ մի բան կարողանա անի։ Հետո այդ զենքի մատակարարումների հարցով, եթե դու ճանաչում ունենաս, ինքը ճանաչի քեզ, դու այնտեղ դեսպան ունենաս, վերջո դեսպանը կփորձի աշխատել, որ այդքան մեծ ծավալներ չստանա այդ մատակարարումները։ 1000 մի գործիքակազմ ես դու ձեռք բերում, եթե դիվանագիտական հարաբերություններ ես ունենում երկրի հետ։ Դու հասկանում ես տեղում ոնց կարելի է ում հետ կարելի է գործակցել, ներքին ինչ հակասություններ կարելի է օգտագործել, որ հասնես նրան, որ այդպիսի մատակարարումներ չլինի։ 1000 մի ձև կա, էլի։ Բարի, փորձենք ամփոփիչ հարցել տամ, կարելի ասել, որ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը Հայաստանում ուժեղանում է, կամ այլ կերպ ձևակերպեմ կարելի ասել, որ Ռուսաստանը փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը Հայաստանում, եթե այժմ ուժեղ չէ։ Ինչով ենք վերցնում ուժեղն ու թույլը եւ ինչի հետ ենք համեմատում, հա, այդ շատ абստրակտ հասկացողություն է։ Ուժեղ է արդյոք հիմա քան մի տարի առաջ, ոչ։ Ռուսաստանի ազդեցությունը այս տարիների ընթացքում գնալով թուլացել է 20 թվից սկսած։ Մինչև 20 թիվը ոչ, որտեվ Նիկոլ Փաշինյանը գալուց հետո իշխանության հեղափոխությունից հետո ինքը հայտարարեց, որ սա որևէ աշխարհակահական համատեքստ չունեցող, հա, հեղափոխություններ, արտաքին քաղաքականություն չի փոխվում, ավելին ինքը որոշակի ռուսամետ քայլեր արեց։ Ճիշտ է, Խաչատուրովին դատեց եւ այլն եւ մեղադրում են իրեն, որ ասեց բանի համար Պուտինին չդիմավորեց անձամբ եւ այլն, այսպեսի փոքր դրվագներով, էլ նույն, գիտեք, Մոսկվա գնալ չգնալու պատմությունն է։
էպսի դրվագներով են դատում իր քաղաքականության մասով, ասելով, որ ինքը արևմուտքի պատվերներ կատարում եւ այլն։ Աբսուրդ է։ Ռուսաստանն էլ էպսի բաներով չի գնահատում որևէ երկրի։ Ինքը գնահատում է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնվեց Սիրիա ուղարկել ռուսական դրոշի տակ հայկական որոշակի զորաջոկատ, ճիշտ է, ոչ զինված ուժեր, սակրավորներ եւ բժիշկներ, բայց կապ չունի, ռազմական ջոկատ էր։ Որ Նիկոլ Փաշինյանը սկսեց զենքի մատակարարումները կտրուկ ավելացնել Ռուսաստանից գնումները եւ 2 տարում այնքան զենք զինամթերք առավ Ռուսաստանից, ինչքան միջև 10 տարի Սերժ Սարգսյանի իշխանությունը չէր գնել։ Էպսի բաներով է որոշվում եւ վերջի Բոլթոնին մերժեց, չէ՞։ Հիմա ինչքանով էր ճիշտ, ինչքանով էր սխալ, բարդ է ասել, որովհետեւ եթե լավ զենք տային Արցախյան պատերազմում մենք կարողանայինք ավելի, այսպես պատրաստված դիմավորեինք։ Էլ չեմ ասում, եթե Միացյալ Նահանգները դառնար մեր զենքի մատակարարը, լրիվ ուրիշ աշխարհական քաղաքական կշիռ կձեռք բերենք եւ հարցեր Ադրբեջանը կհանդգներ հարձակվել այդ դեպքում Հայաստանի վրա։ Ոնց որ հիմա, երբ որ ամերիկյան զորքերը այստեղ են թեկուզ զինավարժությունների մասնակցելու համար, դա լուրջ զսպիչ հանգամանք է։ Դա ի դեպ այն հանգամանքներից մեկն է, որը ստիպում է Ադրբեջանին այլ ձևով նայել Հայաստանի վրա հարձակվելու հեռանկարին։ Այնպես որ այդ համեմատականները պետք է հաշվի առնել, հա, եւ ամեն շատ հարաբերական է։ Իսկ այն որ գործընթացը Ռուսաստանից փոխվելն է եւ Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելն դա տեսանելի է։ Եվ եթե մենք ստորագրում ենք նաեւ SEPA Plus-ը, իսկ դա շատ լուրջ հավելումներ է ունենալու։ Չնայած այն որ ասում ասկի SEPA-ն հորով չարեցինք, բայց դա ինչ որ է, գոնե փաստաթղթի վրա մի հատ ունենանք այդ ամբողջը, հետո իշխանությունների այն որ ասում բգից բռնենք համոզենք, փորձ, չգիտեմ, հորդորենք մի բան անենք, որ իրականացնեն, օգնենք նաև, ինչը շատ դեպքերում անում ենք, որ իրականացնեն այդ կետերը, հա։ Եվ վիզաների ազատականացման, իսկ ավելի ճիշտ առանց վիզաների ռեժիմ, առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ Եվրոմիության հետ հաստատելու, եթե արդեն վիզերը աշնանից $30 ոչ միայն միջև այդ շատ ուղղություններ արդեն սպասարկում էր, եւս 7 ուղղություն ավելացավ։ Հիմա մարդիկ լավ կա հնարավորություն 30 եվրոյով գնալ գալ Եվրոպա, ասենք ուրբաթ թռնել, Կիրակի հետ գալ, բայց վիզա պետք է ունենա դրա համար, որ մեր բնակչության 99%-ը չունի այդ վիզաները, իսկ վիզաներ ստանալու process-ը շատ բարդ է հիմա։ Իսկ եթե ազատականացվի, ոնց որ վրացիներն ու ուկրաինացիները հանգիստ գնում գալիս էին, եւ հիմա էլ գնում գալիս են մոլդովացիները, այնց է հայերը։ Եվ դա նաև կապեր հաստատելու, այդ թվում տնտեսական բիզնես կապերը հաստատելու, մշակութային կապերը խորացնելու լավ հնարավորություն է։ Դիվերսիֆիկացիան այդպես է լինում, նաև կապերի, անհատական կապերի միջոցով մարդկանց միջև։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա զրույցի համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ, վերլուծաբան Հովսեփ Խուշուջյանն էր մեր հյուրը այսօր, զրուցվար մեր Գայանե Առաքելյանը։ Բարին ընձեզ։